Ողջույն սիրելիներս, դուք կրկին Սահական Ուշի խոհանոցում եք, որի համար անչափ ուրախ եմ և շնորհակալ։ Ինչպես տեսնում եք, պատրաստելու ենք հալվա, տնական, շատ համեղ հալվա, որ առանձնանում է և իր համով, և իր տեսքով։ Այսօրվա հալվան մի քիչ ուրիշ է, որովհետև ես պատրաստելու եմ բուսական յուղով, ովքեր պահքի մեջ չեն, կարող են վերցնել տնական հալած յուղ, կարագի հալված յուղ։ Վերցրել եմ մի բաժակ յուղ, 2 բաժակ ալյուր, վանիլին, մի քիչ ընկույզ, կես բաժակի չափ երևի, կտրտած վիճակում արդեն, և մի փոքր դարչին եմ ավելացնելու այս ընկույզի հետ։ Երկու տեսակ եմ հալվան պատրաստելու, մի մասը սովորական, մյուսը արդեն ընկույզով։ Մինչ հալվայի պատրաստելը ընկույզը դնում եմ ջեռոց, որպեսզի մի փոքր բովվի։ Այժմ տապակի մեջ, թավայի մեջ լցնում եմ յուղը, ինչպես ասացի, սա բուսական ծագում ունեցող յուղ է։ Եթե որևէ մեկին կհետաքրքրի, ես մեկնաբանությունների բաժնում կարող եմ գրել, պատասխանել նաև ձեր հարցերին, բայց կարծում եմ ես գովազդի իրավունք չունեմ։ Դրա համար չեմ ասում ինչ տեսակ յուղ է, բուսական ծագում ունեցող յուղ։ Այս յուղով ես թխել եմ նաև անցյալ տարի միջինգի բաղարջը, որ շատ համեղ էր, և ես արձագանքներ ստացա բավականին, ովքեր թխել էին իմ բաղադրատոմսով, շատ գոհ էին և օգտագործել էին հենց այդ յուղը։ Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնում ենք, մինչև դառնա ոսկեգույն։ Այժմ անջատում եմ կրակը, կրակը անջատելուց հետո նոր միայն ավելացնում եմ կես բաժակ շաքարավազի, համարյա թե կեսը։ Եթե դուք շատ քաղցր եք սիրում, կարող եք կես բաժակը լրիվ ավելացնել։ Ես գտնում եմ, որ շատ քաղցր պետք չի, չափավորը շատ լավ է։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ մասսա ունեցանք։ Այժմ ես կբաժանեմ 2 հավասար մասի, որովհետև 2 ափսեի մեջ եմ պատրաստելու, սառեցնելու հալվան, ասեմ, որ ափսեները 18 սանտիմետր տրամագիծ ունեցող ափսեներ են, այսինքն մենք կունենանք 2 այսպիսի չափով հալվա։ Հիմա տափակեցնում ենք, հավասարեցնում, հարթեցնում ենք մակերեսը և մի քիչ գոլ վիճակում ավելացնում եմ շաքարավազը, որպեսզի ավելի գեղեցիկ տեսք ունենա, որից հետո սկսում եմ խազեր անել, մի քիչ խորը խազերը կանեմ, որպեսզի հետո կտրելու ժամանակ չփշրվի, սա անպայման է։ Կտրտում եմ ռոմբիկներով, փախլավաձև և փոքրիկ կտորներ եմ անում, որովհետև ինքը շատ հագեցնող է, մեծ կտորները շատ կլինի 1 հոգու համար։ Արդեն ընկույզը բովված է, ավելացնում եմ մեր ունեցած հալվային, սա երկրորդ կեսն է, եթե հիշում եք, ավելացնում եմ դարչինը և նորից լավ խառնում ենք, արդեն լավ հովացել է, ասեմ, արագ պիտի անենք, որպեսզի չհասցնի քարանալ, և այժմ այս ամբողջ մասսան արդեն կտեղափոխեմ ափսեի մեջ։ Հենց այսպես լցնում ենք ափսեի մեջ, նորից հարթեցնում ենք մակերեսը, վրան զարդարում եմ ընկույզով, որպեսզի տարբերվի նախորդից, նորից խազեր եմ անում, տեսնում եք արդեն հովացել է, մի քիչ ավելի կտրելու նման է ստացվում, բայց եթե սառեց, ուրեմն էլ չենք կարողանա այսպիսի կտորների վերածել, արդեն շատ դժվար կլինի կտորները և կփշրվեն, դրա համար գոնե գոլ վիճակում մենք պիտի այս խազերը անենք։ Ահա և մեր հալվան պատրաստ է, այժմ մնում է վայելել։ Ստացվեց 2 տեսակ հալվա, տեսնում եք արդեն սառել է, մեկ անգամ էլ եմ
կտրում, որպեսզի առանձնացնեմ, չփշրվի հանկարծ, փշրվելու հատկություն ունի եւ արդեն կարող ենք ճաշակել։ Տեսեք 1 սանտիմետր հաստություն ունեցող փոքրիկ կտորների վերածեցինք եւ ուտելն է հեշտ եւ բաժինը շատ հարմար է։ Այսքանը սիրելիներս, ես որոշել էի պատրաստել հալվա եւ որոշեցի անպայման նկարահանել եւ ձեր հետ կիսվել իմ բաղադրատոմսով։ Ինչպես հիշում եք, ես ասացի, սա պահք պահողների համար է առանձնապես, որովհետեւ շատ ենք պատրաստում եւ կարագով, եւ տնական կարագով հալեցրած յուղով, դրա համար այս մի տեսակը ես պատրաստեցի պահքի համար։ Դե ինչ սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ, գրեք մեկնաբանությունում, նոր առաջարկներ արեք, իսկ ես ձեզ ուզում եմ այսքանով հրաժեշտ տալ, ասում եմ ցտեսություն, մինչ նոր հանդիպում։